ներկայությամբ Աստված փառավորվի։ Ձեր ներկայություն թող Աստծո փառքի համար լինի։ Եվ ամեն ինչի մեջ թող Աստված փառավորվի, որտեղ այսօր մենք պիտի տոնենք գոհաբանության, փառաբանության, շնորհակալության օր։ Եվ ամեն օր եւ հատկապես այսօր եւ վաղը եւ հավիտյան։ Շնորհակալ ենք բոլորիդ ներկայության համար, պիտի սկսենք հայտագիրը։ Հիմա պիտի սկսենք հոգևոր երգերով, որ մեզ պիտի ներկայացնի մեր Լուսինե Խույր Փամբուկչյանը։ Good
իսկապես որ մենք սպասում էինք այս պահին, որ շատերիդ համար անակնկալ պիտի լինի այսօրվա մեր քարոզիչ պատգամաբեր եղբոր պատգամը, գրեթե շատերը ճանաչում եք, շատերը չեք ճանաչում, բայց նա Աստծո զավակ է, փառք Աստծո, երկար տարիների շատ մեծ համբավ եւ մեծ վաստակ ունի, հատկապես եկեղեցասիրած եղբայրակցության բոլոր տարիների մասնաճյուղերի մեջ, լինի Լիբանանում, լինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եղբայրը իր գործունեությունը սկսեց Լիբանանից, դեռ շատ երիտասարդ հասակից։ Եվ մեր Լիբանանի մասնաճյուղի բերութի եկեղեցասիրած եղբայրակցության Կիրակնորյա վարժարանների մեջ իր մասնակցությունը բերեց, նայեցեք, մանուկներին կրթեց, ինչպես ով է ասում, կրթե մանուկը իր ճամփան սկսած ատենը։ Սողոմոն իմաստուն ասում է, որ մանուկը կրթե իր ճամփան սկսած ատենը։ Եղբայրը շատ իմաստուն քայլ վերցրեց եւ մանուկներով սկսեց, որտեղ մենք ամեն բան մանուկ էինք, մանուկից սկսեցինք, փոքրից մեծացանք, մի անգամից չենք մեծանում, չէ՞ մենք։ Նախ փոքր ենք լինում, հետո մեծանում ենք։ Եվ միաժամանակ նոր Մարաշի 40 մանկանց եկեղեցով Կիրակնորյա վարժարանի տեսուչը եղավ այս եղբայրը։ Եվ այնուհետև 1976 թվականին ընտանիքով տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Անշուշտ, հիշում եք այդ տարիներին Լիբանանում ինչ պատերազմ էր, քաղաքացիական մեծ պատերազմներ 74, 73, 75, եւ չզարմանաք 1973 թվականին ես եմ եղել Լիբանանում։ Այո։ 1976 թվականին եղբայրը ընտանիքով տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ անմիջապես անցավ իր սուրբ գործին, Տիրոջ գործին եւ սկսեց աղոթաժողովների տեղեր հիմներ։ Վալիի մեջ, Հալեբուդի մեջ, Գլենդելի մեջ, Փասադենայի մեջ եւ Մոնտոբելոյի մեջ։ Եվ եղբայրը բեն ուներ, բենով բոլոր եղբայր եւ քույրերը հավաքում էր, տանում են աղոթաժողովներին, որպեսզի եկեղեցասիրած եղբայրակցության անունը բարձր պահի եւ դրոշակը բարձր պահած գնում էր։ Եվ այսօր եղբայրը ծառայում է։ Սա շուրջ լինում է 50 տարիներ։ Իսկապես որ արժանի է գովեստի եւ պատիվի այսպիսի եղբայրը, որ մինչև այսօր կա, ոտքի է եւ ծառայում է եւ ամեն 5 շաբթի Փասադենայի մեր եկեղեցասիրած եղբայրության մասնաճյուղի առավոտյան աղոթաժողովների մեջ իր մասնակցությունն է բերում, իր տան մեջ, իր պատգամով, իր ներկայությամբ, իր աղոթքով, իր սաղմոսներով։ Մեծ ուրախություն է հրավիրել այստեղ մեր սիրելի Անդրանիկ Տեր Արթինյան եղբորը, որպեսզի այսօրվա պատգամը մեզ նախանձեմ բոլոր ծառայություններով եղբորը դեր հրավիրել այս պատգամը։ Ամեն բանի մեջ նախաբադի։ Վասնզի հայրը հաջեցավ, որ ասվածության բոլոր լեցունություն անոր մեջ բնագի։ Եվ անով ամենը հաշտեցնե իրեն հետ խաղաղություն անելով, անոր խաչին վրա տապած այլունովը, թե երկրի վրա, թե երկինքի մեջ եղողները։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, գներեք, որ հատկան կարողություն չունիմ։ Հոգևոր բեքգրաունդս հոգևոր է, այս ապաշխարակ չէի։ Մեկ գիշեր Աստված ինձի այցելեց եւ հասկացա, որ Աստված զիս կուզե, որ կործեմ իրեն համար։ Ասի գաղոթեմ, աղոթեցի, Քիշերը արդու ելա,
բոլորը մեն փոխված էի։ Զարմացա ես ինձի։ Ասված ինձի գգան չէր, որ կորձեմ իրեն համար։ Ես ալ խոստովի, որ պիտի կորձեմ։ Այդ չեմ ասել, որ գադարյալ եղա, սխալներ ալերի անշուշտ։ Բայց փառք Աստծո, որ զիս թռնեց եւ այդ հավատքը եւ այդ սերը եւ այդ նվիրումը իմ մեջս շատ զորավոր էր։ Մեր փրկիչը անշուշտ Տեր Հիսուս Քրիստոս է։ Ես այնպես կհավատամ։ Ինչպես դու կհավատաս։ Քրի արի որպեսզի գարտամ ցեզ։ Ինչպես մեր ծարավ սրտերը եւ մտքերը Քրիստոսի շնորհքով եւ սիրով նմանությունով գուզենք լեցվի։ Եվ ասիմի այն Սուրբ Հոգով գլա։ Բողոս մեծ առաքյալը, որ կրած է նոր գդագարանին 27 քիրքերուն 13-ը 4 պանդեն կրած է։ Երբ պանդին, զնդանին, նեղության, շարշարանքին մեջ իր մտահոգությունը չէ երբեք։ Իր մտահոգությունն է, որ հավատացյալները մաքուր լան, սուրբ լան, ճշմարտության մեջ լան, Քրիստոսով լան։ Եվ ինչ ուրախ է, որ պանդի մեջն է, երբեք հոգը չէ, որ զրգանքի մեջն է, նեղության մեջն է, չարչարանքի մեջն է, մտության մեջն է։ Այս երկրավոր պաներուն համար երբեք հոգ չներ, այս միայն հավիտենական կյանքի համար հոգ կներ, որ հավատացյալները փրկվին, օրհնվին, սրբվին եւ Աստծո համար ապրին եւ գործեն։ Հավիտենական ապահովությունը, հավատարմությունը ավելի կարևոր է իրեն համար։ Ֆիլիպեցիս 1:6 մեջ ասպես գրված է. այս մասին վստահ լալով, թե ամբոր ծեր մեջ բարի գործը սկսեց մինչև Քրիստոսի օրը պիտի կատարե։ Փառք Տերոջը։ Աստված իր սկսած գործը գես չի ցկեր։ Ինչպես աշխարհի ստեղծագործությունը ինչ հրաշալի կերպով եղած է։ Երբեք անգադար գործեր չի կան աշխարհի մեջը։ Բողոս մեծ առաքյալին հավատքի ուրախությունը նկարակիրը այս իման վրա շինված էր։ Մեր հավատքը այս աշխարհի պայմաններն գախյալ չէ։ Մեր հավատքը գախյալ է աստվածային օգնություններն, երկնային է։ Ինչպես Քրիստոս եւ Պասխա եղավ, եւ ինչպես հրաշներով գործեց իր ժողովրդին մեջը, այս դժբախտապարչն ունեցին զինքը։ Եվ երբ խաչվեցավ, ձեզվեցավ կամերը, ծաղրանքը, որացին գանչեցին, որ խաչվի, եւ ժամանակը եկավ, մեծ ցայնով սավ այրուզի զորությունով ամեն բան կատարվեցավ։ Մեղավորին փրկությունը խաչին սուրբ այրունով նման եղավ։ Եվ մարդը կրնա փրկվել եւ չբաշխվել, եթե ապաշխար է։ Մենք այդ ապաշխարության խոսքը բապկամը գաբեդենք, ինչպես դուք գաբեդենք։ Բայց որ շատ ուրախացա, որ այս գեղեցիկ օրհնյալ դեղը ինձ համար հրաշքի պես բան բներ։ Շատ ուրախ եմ եղբոր ավո եղբորը, որ զիվ սրավիրեց ասանք դեր օրհնե զինքը բոլորը դալ։ Շատ ուրախ եմ ցեզի համար, adică սկիզբեն պետք է ասեի տebe։ Մարդը ուրեմն կրնա փրկվել
Եթե ապաշխարե Աստված Քրիստոսով իր սկսած գործը երբեք չի ցկեր։ Ինչ ուրախ ենք։ Մեկը ասաց է, որ հավատացյալները սևնապի գնմանին։ Եթե ինա 7 անգամ վեր պիտի ելնե, պիտի պրգվի։ Ինչպես բոլոր աշխարհը սկանչելի գերբով ես երբեմն շատ կհիանամ ստեղծագործության վրա։ Միշտ ամեն բաները կնկատեմ, որ ինչ շարժալի է Աստծո ստեղծագործությունը եւ գարքուսակը, գիտությունը, իմաստությունը հրաշալի է։ Եվ անիկա մեզի կսորվեցնե, որ մենք նույնպես հավատքով լալու ենք, ճշմարտության մեջ լալու ենք, հավատքով քալելու ենք, օգտակար լալու ենք իրավը, եւ ամբողջ եղբայրները, քույրերը, բոլորը մեկ ընտանիքի Աստծուց մեծ ընած կլան։ Իրավես, երբ իրեններուն եղավ գսե, իրենները զինք չընդունեցին, բայց անոնք, որոնք զինք ընդունեցին, անոնց իշխանություն դպված սովորներ լալու, որոնք ոչ թե այրուն է, ոչ թե մարմնի գամք է, ոչ թե մարդու գամք է, հապա Աստուծո մեծ ծնան։ Հավատացյալները Աստուծո մեկը ծնած են։ Եվ անոր յանքը, սերը եւ ինչ որ ծնունդով գլա, ադիգա մեր մեջ իրականություն կդառնա։ Որ սիրելիներ միշտ աղոթքով առաջնորդվենք եւ լանք դերոջը ծառաները եւ ոտքերը եւ ցերքերը եւ շրթունքները։ Ամեն Աստծո ծրագիրները ծևով հավատացյալներուն հասնված են։ Սուրբ Օգիով հավատացյալները կանչված են, որպեսզի իր կամքը, իր խոսքը, իր ճշմարտությունը արտահայտեն, գործեն, վկայեն եւ հավատացյալներու մեծ թիմը մեջտեղ կա Աստծո համար։ Անշուշտ փառքը եւ բադիվը դերոջը կպատկանի, քանի որ մենք իր ցերքերը եւ ոտքերն ենք։ Դերը օրհնեցես բոլոր եղբայրները, որ գործեն այս տաշկի մեջը։ Ինչպես փառավոր մեծ դաջարը շինվեցավ Երուսաղեմի մեջ, մեծ թագավորին Սողոմոնի Մասունին օրով, որպես աղոթքի դուն, այս Հիսուս երբ նեղվեցավ, թե ասիգա վաճառականներու դեր գլավ, հարգացավ և դուրս անեց բոլորը բաները։ Մենք ալ իր ջամփով պետք է քալենք, գործենք, վկայենք, փառավորենք եւ շնորհակալ լինենք իր մեծ սիրուն եւ ողորմության համար, որ եւ հնազանդությամբ եւ հավատքով քալենք։ Քրիստոս Հիսուսով է մեր հավիտենական ճշմարիտ խաղաղությունը, բրգությունը եւ սրտի ուրախությունը, երբ կհնազանդենք եւ ուրախությամբ կաբրենք եւ դերոջը փառք ու բանիք կբերենք։ Բրգության ջամփան միայն ու միայն Տեր Հիսուս Քրիստոսով է, ուրիշ ջամփա չի գա։ Հավատքով է բրգությունը, այո հավատքով է։ Աստված կսիրե մեզ ոչ թե որ մենք ով ենք, հապա ինքը ով է, Աստված քանի որ սեր է։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա, չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Ով դեր, մեր դերը ինչ փառավոր է քո անունդ բոլոր երկրի վրա, որ քո փառքդ երկինքներ են վեր թռիր։ Քրիստոսի ավետարանին ինչպես գվայել է, այնպես վարվեցեք, ապրեցեք, հաստատուն գեցեք, մեկ հոգիով, մեկ շունչով, բادرազմագից կլանք ավետարանին հավատքին համար, ճշմարտության համար։ Դերոջը ապավինով ավստահով երանելի է։ Հալելույա, օրհնե դերը ով իմ անձս, դերը պիտի օրհնեմ իմ կյանքիս մեջ, քանի որ ողջ եմ իմ Աստծուց սաղմոս պիտի ըսեմ, հարկ դերոջը։
Ինչպես պետք է ապաշխարենք, եթե կա մեկը, որ գագավին ապաշխարակ չէ։ Բոլոր աստվածաշունչը Աստծո օգով գրված է, երբեք մարդու փորձ չէ։ Օգնության ճշմարտություն է։ Սիրելիներ, մենք բոլորս մեղքով ատամով ծնած ենք։ Ատամի մեղքը մեր վրան է։ Բայց Քրիստոս հոժարեցավ, որ մեզի համար բաճվի մերնի եւ երբ որ մեր հարություն արավ, մենք Քրիստոսով կծնենք, նոր մարդը կհատվենք։ Քրիստոսով նոր մարդը կլանք, ատամով հին մարդը կլանք, Քրիստոսով նոր մարդը կլանք։ Խաչի նայունովը, քանի որ Հիսուս հոժարեցավ, մեզի համար մեղք եղավ, մեղք սեպտեցավ եւ մեզ փրկելու համար խաչի վրա ելավ։ Եվ կփրկվենք մեր բոլոր մեղքերեն, ատամի մեղքերեն եւ Քրիստոսով կծնենք, կաշխարենք եւ կգանգերենք։ Սուրբ Օգով կսրբվենք եւ կլանք Քրիստոսով նոր մարդը։ Անշուշտ կավադակ, որ Աստված երաժշտություն է Հայրը, Որդին և Սուրբ Օգին։ Աստված Հայրը ջարդարավետը, Հիսուս Քրիստոս Աստված կործագադարը և Սուրբ Օգի Աստված սրբացնողը գնքողը և որպես ավադացյանները հավահովը լան։ Հավատքով է փրկությունը, ինչպես Եփեսացիս 2:8-ի մեջ գրված է, վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով։ Եվ այս ոչ թե ցեզմե է, հավա Աստծո բարգևն է։ Ոչ թե կործերեն, որ մեկը չբարձի։ Մեր հոգիները կսնանին Աստծո կենտրոնի խոսքերով Սուրբ Օգիով։ Գնաց աղբյուրեն, Աստծո խոսքերեն մատյանեն։ Աստծո խոսքերը, սուրբ խոսքերը գրված են Սուրբ Օգիով գրված են։ Երկրորդ Տիմոթեոս 3:16-17-ի մեջ ինչպես գրված է։ Բոլոր գիրքը Աստծո շունչն է Սուրբ Օգիով գրված, որ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը գադարյալը լամեն բարի գործելու պատրաստված։ Բենտեկոստեին արիթով, երբ Քրիստոս հարություն արավ, առաքյալները մեծ գործեր ունին եւ հրաշներով աշխարհը դաշնու վրա ընողները, առաքյալները աշխարհի ամեն կողմ քրիստոնեությունը տարածեցին եւ գարշ ժամանակի մեջ կայսրության մայրաքաղաքը Ռոմ հասավ։ Ռոմ այն ժամանակ իշխանություն էր միջերգրական երկիրը եզերով բոլոր երկիրներում վրա։ Եվ ինչպես քրիստոնեությունը տարածվեցավ հրաշալի կերպով։ Եսայիա մարգարեության մեջ գրված է. Անոր համար Տեր Եհովա այսպես կսե. Ահա ես Սիոնի մեջ վեմ կգտնեմ, իբրև հիմ ընդիր փորձված վեմ, բադվական անգուն, հաստատուն հիմ, ով որ հավատա անոր պիտի չարդորա փախչելու։ Պետրոս Արաքյանն ադման կամը գկրե, ահա Սիոնի մեջ ընդիր բադվական վեմ կգտնեմ, ով որ անոր հավատա, հանա պիտի չամշնա։ Այս հիմը, Քրիստոսի տրած հիմը հաստատուն է և հավիտենական է։ Ոևէ գայսրություն, ոևէ գազմագերբություն, ոևէ բան, որ հոգեգան երևույթ ունի և Քրիստոսի հիմը չունի, պիտի կանթվի։ Միայն Քրիստոսով եղած հիմնված հաստատությունները պիտի մնան և պիտի ապրին։ Եվ արդեն քիչ մարաջ դիսեի ինչպես Քրիստոս գծեց, որ աշխարհի
քրիստոնեությունը ինչպես դի տարածվի Փորձ կարակելոց 1:8-ի մեջը գրված է։ Եվ ինչպես անիկա տարածվեցավ ամբողջ աշխարհ։ Ապրելով, խոսելով, վկայելով, քարոզելով, աղոթներով, գործելով, կրնանք քրիստոնեությունը տարածել, ապրելով, վկայելով, գործելով։ Ինչպես չոր կետինը գթրջվի ծողով, ջուրով, անցրևով և հարեպեր կթարնա, ցանկի համար բխապերտ կթարնա, մենք այս աղոթներուն կալով, երկերով, խոսելով, վկայելով, աղոթելով կրնանք օգտակար ըլլալ, գործոն ըլլալ, քանի որ Աստված միշտ գործ ունի, և մենք անոր ոտքեր և ցերկերն ենք և շրթունքները, որպեսզի ճշմարտությունը խոսենք և փրկության ճանապարհը շատերուն հայտնի անելու անենք։ Ուստի սիրելիներ, որովհետև մենք այս խոսմունքը ունենք, մեր անձերը մարմնի օգի ամեն երբ բղձութենե մաքրենք և սրտությունը կատարելագործենք Աստծո վախովը, հնազանդությամբ ապրենք։ Աստված ներկա է մեր բոլոր գործերուն, գործունեություններուն հոգևոր պարապանության մեջ։ Ինչավոր երկեցողություն եղավ, շատ ուրախ եմ, շատ ավոր երկեր, ես վերիշեցի բավական երկերը։ Քրիստոս Աստծո որդին խաչյալ փրկիչը Քրիստոս հաղթեց խավարին իշխանությանը։ Եվ առաքյալները, երկիրը տակնուվր անողները աշխարհի ամեն ու տարածեցին և շատ կարճ ժամանակի մեջ ռոմական գայսրության մայրաքաղաք ասավ։ Քրիստոս Աստված աղբյուրն է լույսին, կյանքին, ճշմարտությանը։ Քրիստոս է փառավոր փրկության թուրը, ապահով ոչխարներու փառախը, հավիտենական կյանքի թուրը, բարի հովիվը։ Քրիստոս Աստված Սուրբ Հոգով և Հոր Աստծո շնորհքով, Հոր Աստծո կողմէ շնորհակալություն պետք է հայտնենք։ Վերջապես, սիրելի եղբայրներ և քույրեր, ողջ եղեք, հաստատ կեցեք, մխիթարվեցեք, միապան եղեք, խաղաղություն եղեք, սիրո ու խաղաղության Աստվածը ձեզի հետ գիտելա։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը և Աստծո սերը անշուշտ Հոգուն Սրբո հաղորդությունը ձեզի հետ ելա և Տերը օրհնելով օրհնե ձեզ։ Ես շնորհակալ եմ, որ ինձ եղավ avo եղբայրը ստիպեց որ Ծափահարություններով իսկապես Անդրանիկ եղբորը պատիվը մեծ է, Աստծո փառքի համար է։ Եվ գիտեք, կենսագրության մեջ մեկ բան էլ կար, որ շուրջ 43 տարիներ առաջ 3 եղբայրներ միացան, որոնցից մեկ այսօր լուսահոգի է, Արշակ եղբայր Քալանթերյանը։ Մեկ Անդրանիկ եղբայրը, մյուսն էլ Ռաֆի եղբայրը, Թորոսյան։ Իմիջիայլոց ասեմ, Անդրանիկ եղբայրը 2 դուստր ունի և մի հատ էլ որդի ունի։ Ռաֆի եղբայրը իրեն որդի պես է։ Այո, որդին է։ Ռաֆի եղբայր Թորոսյանը։ Ուրեմն այդ ժամանակվա առաջնորդ Տաբակյաններ և Եփրեմ Սրբազանի նամակ գրկվեց այս 3 եղբայրներին, որպեսզի Հոլիվուդում բացվի կիրակնօրյա վարժարան։ Եվ նույն տարվա աշնանը Սուրբ Կարապետ Մայր եկեղեցին ունեցավ կիրակնօրյա դպրոց և այդ օրվանից այդ կիրակնօրյային մենք ծառայեցին, գործեցին Ռաֆի եղբայր Թորոսյանը, Հայկան քույր Մկրտչյանը, Մարի քույր Խաչերյանը և մեր Անդրանիկ եղբայր Տեր Արտինյանը, Արշակ եղբայր Քալանթերյանը, որ այսօր լուսահոգի է,
Աստված հոգի ուսանողի բոլոր նույնացյաններին, մեր եկեղեցիած եղբայրության բոլոր հին եւ նոր եղբայրներին եւ քույրերին։ Հիմա պիտի խնդրեմ, որպեսզի այդ եղբայրը կարդա գիրը եկեղեցիած եղբայրության վարչության կողմից։ Եղբայր Անդրանիկ Տեր Արտիմյանին, Հայաստանյաց առաքելական եկեղեցու եկեղեցասիրած եղբայրությունը բարձրունենք գնահատել ձեր տասնամյակներու անխոնջ եւ անշահախնդիր ծառայությունը։ Դուք եղբայր Տեր Արտիմյան, միշտ նեցուտ եւ զորավիք եղաք եւ ամենանալի ներդրում ունեցաք իբարս Աստծո եկեղեցու եւ եղբայրակցության ու կիրակնորյա վարժանաններու բոլոր ծրագիրներու հաջողության մեջ։ Շնորհակալություն ձեզի եւ Աստված օրհնե ձեզ ու ձեր ընտանիքը։ Եկեղեցասիրած եղբայրակցության վարչություն նոյեմբեր 22, 2025 թիվ։ Asi Աստծո գործն է։ Արդ ու բադի բդերան չլբատկանի։ Արդ Աստծո։ Դեր շատ շնորհակալ դեր օրհնեք օրհնությունը բոլորիս տալ, ադիան պայներ օրհնե ասի եկեղեցին դորա ավոտի դունալա եւ օրհնությունը միշտ ապագասել դեր օջշնորհում։ Ավատացյալը դմաներ սևնապի։ Յոթ անգամ ապտեսեք սևնապի դեպոհակ բացում խոմում սևնապ։ Հավատացյալ ինչքան է լենտի կբարձրանա, որով հավատացյալ է, այսինքն պետք է զղջա իր մեղքերի համար։ Երբ որ կզղջաս, Աստված կների։ Ճիշտ է, կզղջաս կների։ Ուրախ ենք այս բանի համար, հիմա մենք պետք է վերջացնենք, անշուշտ այս բանը իսկապես շնորհակալության, փառաբանության բան էր։ Եվ ինչպես հավատացյալներ, մենք որպես քրիստոնյաներ շատ մեզի սրտի մոտ եւ շատ ուրախալի տոն է, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգները պիտի տոնի գոհաբանության օրը։ Մենք նույնպես պիտի տոնենք այդ օրը եւ այսօր եւ վաղը եւ հավիտյան։ Մեզի համար տարվա բոլոր օրերը ինչ են, գոհաբանության օրեր են։ Շնորհակալություն ինչի համար, այսօրվա համար, շնորհակալություն այս պահի համար, շնորհակալություն, որ այսօր եկաք այստեղ, շնորհակալություն, որ դուք ներկա եք, շնորհակալություն, որ Աստված ձեզի կյանք տվեց, ձեզի հաց տվեց, ձեզի ջուր տվեց, ձեզի առողջություն տվեց, հա՞։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը տալիս է քաղցր ողորմությունները եւ առատ գթությունները համայն աշխարհի մանկությանը։ Եվ գիտեք, Տերը սպասում է մեզանից յուրաքանչյուր ապերախտ չգտնվենք, հավա, շնորհակալություն հայտնենք։ Գիտեք ինչու՞։ Որովհետև շատ պարզ է ասում, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս 10 ворոտներին բժշկեց, միայն մեկը եկավ եւ ընկավ Քրիստոսի ոտքերը եւ շնորհակալություն հայտնեց։ Եվ Քրիստոս ինչ ասաց. Միթե 10 հոգի չէի, հապա այն 9-ը ինչու չեկան։ Այս մեկից զատ մեկը չգտնվեցավ, որ կա շնորհակալություն հայտնի Աստծո։ Տեսա՞ք ինչ եղավ։ Ուրեմն Տերը սպասում է ամեն ժամանակ, որ մենք ինչ գործ որոնենք, առավոտ արթնանանք, թե ուտենք, թե խմենք, թե աշխատանքի գնանք, թե լավ օր ունենանք, թե վատ օր ունենանք, թե առողջ օր ունենանք, թե հիվանդ օր ունենանք, ամեն ժամանակ փառք եւ շնորհակալություն հայտնենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Համաձայն եք, այո եւ ամեն։